Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության 38-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով, Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասով և հիմք ընդունելով Հայաստանի համայնքի հավաքանում զարգացման ծրագրերի ֆինանսաբյուջետային, տնտեսական և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 10 որոշումը Հայաստանի համայնքի հավաքանի որոշում է։ Արմավիրի մարզի Հայաստանի համայնքի 2025 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդում ընդունելի գիտություն համաձայն հավելվածի։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտպանական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Կից ներկայացված է հավելվածը, եթե անհրաժեշտություն կա ներկայացնեմ։ Բյուջեի տարեկան պլանի 67,9%-ը։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրվել է 974,498,600 դրամ, 2024 թվականի տարեկան պլանի 66,3%-ը։ Եկամուտները ավել է հավաքագրվել 1,6%-ով։ Զուտ եկամուտը փաստացի հավաքագրվել է 59,7%-ով, նախորդ տարվա 56,8%-ի փոխարեն ավել է հավաքագրվել 2,9%-ով։ Ըստ եկամտատեսակների հավաքագրումները չներկայացնեմ, ձեր մոտ բացվածքը ներկայացված է։ Հաջորդին ներկայացնեմ Հայաստանի համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերի կատարման 3-րդ եռամսյակի հաշվետվությունը ըստ գործառնական դասակարգման և 2024 թվականի համեմատական վերլուծությունը։ 2025 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում ծախսերը իրականացվել են նախորդ տարվա բյուջեի ծախսերի համեմատությամբ և ընդամենը կատարվել է ծախսերի 755,938,112 դրամ գումար, որը կազմում է ծախսերի 44,9%-ը։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում կատարվել են ծախսեր 844,843,400 դրամ, 43,5%-ը։ Ծախսերը ավել է կատարվել 1,4%-ով։ Ըստ ծախսերի բյուջետային գործառնական դասակարգման ստորեն ներկայացված է հավելվածի տեսքով։ Ներկայացնեմ 2025 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում կատարված ծախսերը ընթացիկ ծախսերի գծով կազմել է 636,843,136 դրամ, որից աշխատավարձեր և դրամական խրախուսումների գծով 222,195,251 դրամ, այլ վարձատրությունների գծով 1,649,825 դրամ, էներգետիկ ծառայությունների հոդվածով կատարվել է համայնքի բնակավայրերում թվով 15 բաժանորդի էլեկտրաէներգիայի և թվով 8 բաժանորդի բնական գազի ծախս 21,902,458 դրամ։ Կոմունալ ծառայությունների գծով կատարվել է ծախսեր 52,937,946 դրամ, որից թվով 8 բաժանորդի խմելու ջրի ծախսը 557,593 դրամ, վճարվել է 48,350,000 դրամ համայնքի 9 բնակավայրերում աղբահանության ծառայություն իրականացնող հաղորդության սպառողությանը։ Համայնքի տարբեր հատվածներում կատարվել է կոյուղու խցաբացման և դիտավորների մաքրման աշխատանքներ, որի համար վճարվել է 4,30,353 դրամ։ Կապի ծառայությունների գծով կատարվել է ծախսեր 1,16,362 դրամ, որից համայնքի 9 բնակավայրերի վարչական շենքերի ինտերնետ կապը և հեռահաղորդակցության կապը ապահովելու համար Յուքոմ ՍՊ-ին 166,400 դրամ, Արմինետ ՍՊ-ին 512,000 դրամ, Viva Armenia ՓՊ-ին 83,614 դրամ, Telecom Armenia ՓՊ-ին 53,790 դրամ, Փոստային ծառայություններից օգտվելու դիմաց Հայփոստ ՓՊ-ին 137,890 դրամ, Nikita Mobile ՍՊ-ընկերությանը 62,676 դրամ SMS ծառայությունների տրամադրման համար։ Ապահովագրական վճարների գծով կատարվել է ծախսեր 169,000 դրամ, որից Mercedes Magnus 444 ու O03 պետհամարանիշի մեքենայի համար 45,000 դրամ, 136 DG 61 կամազ մեքենայի համար 43,000 դրամ, 137 DG
TA 61 Dodge Magnishi մարդատար ծառայողական մեքենայի համար 40,000 դրամ։ Գույքի և սարքավորումների վարձակալության հոդվածով ձեռք է բերել ավտոաշտարակի ծառայություն 990,000 դրամ։ Ներքին գործողումների գծով կատարվել են ծախսեր 465,000 դրամ, թվով 6 համայնքային ծառայողի Արմավիր քաղաք վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար։ Համակարգչային և տեղեկատվական ծառայություններ հոդվածով կատարվել են ծախսեր 4,91,000 դրամ, որից 2,592,000 դրամ անշարժ գույքի հարկի ավտոմատացված բազայի ծրագրի համար, 1,200,000 դրամ ՏՀԶՎԿ ծրագրի համար, համակարգչային սրբագրիչ ծրագրի համար 75,000 դրամ, ՀՑ հաշվապահ ծրագրի տարեկան սպասարկման համար 224,000 դրամ։ Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ հոդվածով կատարվել են ծախսեր 15,000 դրամ։ Ներկայացուցչական ծախսերի գծով կատարվել են ծախսեր 3,12,515 դրամ, որից ձեռք է բերել 865,490 դրամ ձմեռային և ամառային զորակոչի թվով 72 նորակոչիկների համար, առաջին անհրաժեշտության պարագաներ 620,600 դրամի, մարտի 8-ի արդիվ համայնքի ենթակահողակների և աշխատակազմի համար ձեռք է բերվել 60 հատ տորթեր և շամպայներ, ձեռք է բերվել 405,500 դրամի վարդեր, ապրիլի 24-ի մայիսի 9-ի դպրոցների վերջի զանգերի, արվեստի դպրոցի և Այվազյաններ բարի համույթի տարեվերջյան հաշվետու համերգին կազմակերպված միջոցառումների համար, ձեռք է բերվել մանկապարտեզների ավարտական խմբերի համար նվերներ 995,925 դրամ, ձեռք է բերվել 3 հատ ծաղկեպսակ 125,000 դրամ։ Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածով կատարվել է Արցախից տեղահանված թվով 40 երեխաների ուղևորափոխադրման համար ծախսեր 250,000 դրամ, դեպի Թումանյան քաղաք հանգիստը կազմակերպելու համար։ Մասնագիտական ծառայությունների գծով կատարվել են ծախսեր 6,256,535 դրամ, որից Արևաշատի մանկապարտեզի բացման համար ֆուրշետի կազմակերպում 165,000 դրամ, գնումների համակարգման ծառայությունների համար վճարվել է 3,600,000 դրամ, գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման համար թվով 8 բաժանորդների համար 178,135 դրամ, կոյուղագծերի խցաբացման համար տեխնիկական միջոցների կիրառմամբ կատարվել են ծախսեր 960,000 դրամ, անոթեբան Մերձավան գյուղում մահացած հայտնաբերված Գոր Խաչատրյանի հողակավորությունը կազմակերպելու համար կատարվել է ՍՔ ծառայությունների ծախս 45,000 դրամ։ Վերջին զանգի կապակցությամբ ուղերձների տպագրության համար կատարվել են ծախսեր 27,000 դրամի, կատարվել է համայնքի հաշվետշտում գտնվող 4 մեքենաների Mercedes-Benz E200 վազ 2107, գազ 48321 գիծ 10 գիծ 3300 և ZIL ԿՕ գիծ 431, ZIL գիծ 130 գույքի գնահատման աշխատանքներ 72,000 դրամի, փոխանցվել է հետ ՊՊ-ին եռափաց բաժանորդի փաստաթղթերի նախապատրաստման վճար 86,000 դրամ, կատարվել է Kia Sportage մեքենայի Magnishi մեքենայի 508H61 Magnishi վազ 21 144 Magnishi 517H61 պետհամարանշի ծառայողական մեքենաների ապահովագրական ծախսեր 93,000 դրամ և Փարաքար գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի ջրագծի միացման աշխատանքների համար կատարվել է ծախս 220,000 դրամ, փոխանցվել է Փարաքար կայքի դոմեյնի երկարաձգման համար 10,000 դրամ և ID կտրոն տրամադրելու համար 52,800 դրամ, կատարվել է Kia Sportage 508H61 մեքենայի ընթացիկ նորոգման ծառայությունների գումար 5,000 դրամի, 10 կՎտ էլեկտրաէներգիայի ցանցին միանալու համար կանխավճար 207,000 դրամ, սեպտեմբերի 1-ի արդիվ համայնքի 9 դպրոցների համար ընթացիկ դպրոցների համար ձեռք է բերվել 27,000 դրամ շնորհավորական ուղերձներ։ Հրշեջ ընկերության կողմից կատարվել է համայնքի վարչական շենքի ծխախոտատար ուղիների ստուգում 350,000 դրամ, նոտարական ծառայությունների համար կատարվել են ծախսեր 46,600 դրամ, կատարվել է 120,000 դրամի ծախս Մուսալյար բնակավայրում խորքային հորի ջրաչափի տվյալների փոխանցման ծառայությունների համար, մեքենաների սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման գծով կատարվել է 388,500 դրամի ծախս, համայնքապետարանի համակարգիչների քարտրիջների լիցքավորում 164,000 դրամ, ՄԱԶ մեքենայի և էքսկավատորի տեխնիկական սպասարկումների և հիդրավլիկ համակարգի վերանորոգման համար 205,000 դրամ, Volkswagen մեքենայի տեխսնման համար 7,500
լճի լիցքավորման համար 12,000 դրամ։ Գրասենյակային, տրանսպորտային, կենցաղային և հատուկ նպատակային նյութերի հոդվածով կատարվել են ծախսեր 14,604,927 դրամ, որից գրասենյակային ապրանքների գծով 442,381 դրամ, 1,222,300 դրամ դիզելային վարելիքի ձեռքբերման դիմաց, 606,400 դրամ տրանսպորտային նյութերի և ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, համայնքի վարչական շենքի մաքրությունն ապահովելու համար ձեռք է բերվել մաքրիչ նյութեր 409,933 դրամ, հատուկ նպատակային նյութերի հոդվածով 11,923,913 դրամի, Մերձարան գյուղի Մասիսի փողոցի օրվագծի փոխարինման համար ձեռք է բերվել 94,500 դրամ, մետաղական խողովակ, Բաղրամյան գյուղում Հորոփան ջրագծի կառուցման համար ձեռք է բերվել 663,732 դրամ մետաղական խողովակ, Այգետ գյուղի վարչական շենքի դռների, փականների և միջուկների ձեռքբերման համար կատարվել է ծախսեր 36,200 դրամ, Հարաքարի բարեկամության փողոցի սկզբնամասում գտնվող գոյություն ունեցող Դիտավորի վերնամասի կառուցման համար սև մետաղական թիթեղի ձեռքբերում 169,360 դրամ, ծառերի սրսկման համար ձեռք է բերվել 45,170 դրամ, թունակի նկատներ 5,546,920 դրամի ձեռք է բերվել LED լուսատուներ, եռափազ և միափազ ավտոմատներ, ալյումինե հաղորդալարեր, թողարկիչներ, համայնքի տարածքում շաբաթօրյա կազմակերպելու համար ձեռք է բերվել 383,500 դրամի հատուկ նպատակային նյութեր, Թայրող, Այգետ, Բաղրամյան, Նորակերտ բնակավայրերում 1560 մետր Հորոփան ջրագծի կառուցման համար ձեռք է բերվել պոլիէթիլենային խողովակ 1,504,680 դրամի, ձեռք է բերվել 874,000 դրամի սալիկներ Հուսալյան գյուղում Զոհվածի հիշատակի պանթեոնի կառուցման համար, Արևաշատ գյուղում Հորոփան ցանցի կառուցման համար ձեռք է բերվել պոլիէթիլենային խողովակ, երկաթյա փականներ և անցում 1,268,400 դրամ, ձեռք է բերվել փողոցների հոսալցման և արհեստական խոչընդոտների համար ասֆալտբետոնյա խառնուրդ 751,356 դրամ, ձեռք է բերվել ավագան նիստերի սեղաններին դրվող գրպանող ցուցանակներ 63,000 դրամ, կլոր կնիկ 12,000 դրամ, բիոլիճակի բաքի պապլավոկի 11,650 դրամ, Մերձավան գյուղի Մասիսի փողոցում Կոյուհագծի խողովակի փոխարինում 63,000 դրամ, Հարաքարի Վազգեն Սարգսյան փողոցի խմելու ջրագծի անկյունակի ձեռքբերում 19,500 դրամ, հատուկ նպատակային նյութեր 388,935 դրամ, Սուբսիդիաներ ոչ ֆինանսական համայնքային կազմակերպությունների հոդվածով կատարվել են ծախսեր 289,955,816 դրամ, որից Հարաքարի և Թայրովի մանկապարտեզների 53,160,000 դրամ, Բաղրամյանի մանկապարտեզի 23,200,000 դրամ, Մերձավանի և Այգեկի մանկապարտեզների 40,724,403 դրամ, Այգեկի մանկապարտեզի 3,200,000 դրամ, Մուսալյանի մանկապարտեզի 16,938,000 դրամ, Նորակերտի մանկապարտեզի 30,050,000 դրամ, Հատկունքի մանկապարտեզի 16,998,888 դրամ, Հարաքարի արվեստի դպրոցի 63,516,525 դրամ, Հարաքարի մշակույթ և սպորտ թողարկի 24 միլիոն դրամ, Հարաքարի մարզադպրոցին 10,895,000 դրամ, փոխանցվել են ընթացիկ դրամաշնորհներ Հարաքարի արվեստի դպրոցում անվճար սովորող աշակերտների համար ազգային նվագարանների գծով 2,948,200 դրամ և Հարաքարի միջնակարգ դպրոցին միկրոծրագրի իրականացման նպատակով մասնակցելու նպատակով այլ նպաստներ բյուջեի հոդվածով վճարվել են հարազատին կորցրած տվող 47 ընտանիքի յուրաքանչյուրին 40,000 դրամներ սոցօգնություն, ընդամենը 1,920,000 դրամ, պարտադիր վճարների գծով կատարվել են ծախսեր 1,840,200 դրամ։ Ֆոնդային բյուջեից կատարվել է կապիտալ ծախսեր 159,94,977 դրամ, այդ թվում 10,227,360 դրամ կապիտալ սուբվենցիայի գծով պետական բյուջեից հատկացված։ Հարաքար համայնքի, Հարաքար գյուղի Արցախ թաղամասի 1, 2, 3, 4, 5 և 5 փողոցների կապող ջրանցքի վրայի կամրջի վերանորոգման աշխատանքներին 175
դրամ, Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Սևանի փողոցի տուփով սալարկման աշխատանքների 9.935.582 դրամ, Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Սևանի փողոցի տուփով սալարկման աշխատանքների տեխնիկական հսկողության համար 164.250 դրամ, Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Սևանի փողոցի տուփով սալարկման աշխատանքների հեղինակային հսկողության համար 127.557 դրամ, Փարաքարի արևելյան թաղամասի անձրևադար կոլեկտորի վերակառուցման աշխատանքների նախագծանը խոշորագույն փաստաթղթերի կազմման համար 2.520.000 դրամ, Փարաքարի արևելյան թաղամասի անձրևադար կոլեկտորի վերակառուցման աշխատանքների նախագծանը խոշորագույն փաստաթղթերի փորձաքննության համար 250.000 դրամ, Փարաքար համայնքի Թայրող բնակավայրի Նարեկացի փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար 34.584.800 դրամ, Փարաքար համայնքի Նարձավան բնակավայրի Մասիսի փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար 20.143.500 դրամ, Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Երևանի փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար 19.543.370 դրամ, Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Վազգեն Սարգսյան առաջին և երկրորդ փողոցների ասֆալտապատման աշխատանքների համար 34.261.500 դրամ, Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրի Կոմիտաս փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար 35.818.110 դրամ, ԿՕ 564 կամազ, ԿՕ 529/16 մազ մակնիշի մեքենաների մարտկոցների ձեռքբերման համար 190.000 դրամ և տեսախցիկների ձեռքբերման համար 580.650 դրամ։ Օրակարգի հաջորդ 3 հարցերը վերաբերում են համայնքի ղեկավարի տեղակալների վերանշանման ըստ օրենքի նոր համայնքի ղեկավարի ընտրությունից հետո 1 ամս վրա ժամկետում պետք է տեղակալները նշանակվեն կամ վերանշանվեն։ Օրակարգի հաջորդ հարցը համայնքի ղեկավարի առաջին տեղակալի վերանշանման հարցը առաջարկում է Անուտա Սաֆարյանի վերանշանակել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։ Ովքեր են կողմ? Հաջորդ հարցը համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում Էդգար Մարգարյանի վերանշանման հարցը։ Ովքեր են կողմ? Օրակարգի մյուս հարցը Լուսինե Սիմոնյանի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերանշանելու հարցը։ Ովքեր են կողմ? Մյուս հարցը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու 2020 թվականի հունիսի 3-ի համար 27 որոշման հետ փոփոխություն կատարելու մասին։ Զեկուցող Լուսինե Սիմոնյան։ Ձեզ հարգելի հավաքական անդամներ, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել վերանշանակվելու հետ կապված, անհետև ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու 2025 թվականի հունիսի 3-ի համար 27 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի համար 631 որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 12-րդ կետով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի առաջին մասով Փարաքար համայնքի ավականին որոշում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու 2025 թվականի հունիսի 3-ի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և
Հարավավերի մարզապետական համայնքի համակարգում 2022 թվականի ապրիլ 11-ի համակ 48 որոշում ուժը կորցրած ճանաչելու մասին համակ 27 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի։ Սու որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Հավելվածը ձեզ մոտ կա, թե պետք է կարող եմ ներկայացնել փոփոխությունը։ Ովքեր են կողմ անցավ միավորը։ Հաջորդ հարցը Հայաստան Հանրապետության Արմավիրի մարզի Փառաքար համայնքի ավարտանի 2020 թվականի հունիսի 3-ի համար 30 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Զեկուցող Անուտա Սաֆեր։ Ողջույն բոլորիդ, ընկերներ, շնորհակալություն վերանշանակման համար, կրկին ինձ վստահելու համար։ Այս որոշումը վերաբերում է մշտական հանձնաժողովների կազմին, մեզ հարգելի և մեզ հայտնի պատճառներով պայմանավորված հավաքանու անդամների կազմը փոփոխության ենթարկվեց, ինչպես նաև համայնքի ղեկավարը ներկայացրեց նիստի սկզբնամասում։ Այդ փոփոխություններով պայմանավորված մենք փոփոխություն ենք ունեցնում մշտական գործող հանձնաժողովների կազմում։ Հավելվածում ներկայացված է կազմը, եթե կարիք կա, ներկայացնեմ։ Ուրեմն մշտական գործող հանձնաժողովների կազմում, ըստ մեր մշտական հանձնաժողովների քանակին, այն զարգացման ծրագրերի ֆինանսաբյուջետային և տնտեսական ենթակառուցվածքների հարցերին մշտական գործող հանձնաժողովների կազմում ավականու թեկնածուներն են, ավականու անդամներից են ներգրաված Անուտա Սաֆարյան, Էմմա Թորոսյան, Աբրահամ Ֆարֆարյան, Աբրահամ Աբրամյան, Կարեն Գրիգորյան, Սուզաննա Գրիգորյան, Մարինա Աբրամյան։ Հաջորդ հանձնաժողովը քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժույթի հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված են Օնիկ Ախվերդյան, Ավետիս Ֆարֆարյան, Հայկա Սարգսյան, Լիանա Գասպարյան, Մանուկ Ղազարյան, Լյուդվիգ Գյուլնազարյան, Կարապետ Արտեմյան, Դավիթ Ախտոյան, Դավիթ Մինասյան հավաքանու անդամները։ Հաջորդ հանձնաժողովը կրթության, մշակույթի, սպորտի, սոցիալական հարակից հարցերի մշտական գործող հանձնաժողով անդամներն են Նելի Եսայանը, Գայանա Գևորգյանը, Սուրիկ Զաքևոսյանը, Արփինե Արաքելյանը և Արմինե Հակոբյանը։ Այսքանը։ Փառաքարի համայնքապետարանը դիմել Թայրոլ բնակիչ Արտուր Վրացիների Թադևոսյանը, իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասում, որը 5730 քառակուսի մետր մակերեսով է, հողամասում չրանից կառուցելու համար, այսինքն հողի նպատակային նշանակությունը պետք է փոխվի գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, որպեսզի հետագայում կարողանա շնորհս կառուցի։ Եթե հարցեր կան, խնդրեմ։ Հողամասը փառաքար համայնքի սեփականությունը ճանաչելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 25-ի 680 են որոշման երկրորդ հավելվածի 39-րդ կետի բանալով ընդգծվելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2020 թվականի օգոստոսի 15-ի տված ցույցի նկատմամբ իրավունքի պետական գրանցման բարոյը կասեցնելու մասին տիպիկա 11.0.2025-ի 04.0.128 որոշումը
նշանակության այլ գործառույթական նշանակության փոխամասը համարել բարական համայնքի սեփականությունը։ Հաջորդ հարցը մեզ հետ մեր քաղաքական համայնքի բնակիչների Վազգենի Քարամյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող փոխամասում, որը 562 քառակուսի է, ջրանոց կառուցելու համար։ Եթե հարցեր կան։ Նորից մի բնակիչ կան հողքի հողամասնա, որը 600 քառակուսի է, էլ ջրանոց պետք է կառուցվի, եթե հարցեր կան։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Արարողի մարզի քաղաքական համայնքի սեփական ֆինանսացու փոխամասի սուբյեկտիվ փոփոխություն կատարելու մասին։ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արարողի մարզի քաղաքական համայնքի